Պարոն Ախոտյան, 2013 ամփոփում ենք, քաղաքական առումով ինչ ձեռքբերումներ ունեինք, ինչ ձախողումներ ունեինք։ 2013 թվականի քաղաքական ամփոփումը նախ եւ առաջ ընդգծում է Հայաստանում նախագահական ընտրությունները եւ ընտրությունների արդյունքը։ Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ եւ այդ ընտրությունը պայմանավորելու է գալիք 5 տարիների քաղաքական, տնտեսական, հասարակական զարգացումները մեր երկրում։ Երկրորդ քաղաքական իրադարձությունը, որը նույնպես շատ կարևորում եմ, դա Երևանի քաղաքապետի ընտրություններն էին, որտեղ նույնպես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Տարոն Մարգարյանի գլխավորած ցուցակով կարողացավ ստանալ երևանցիների ձայների գերակշռ մեծամասնությունը եւ ավարտել Հայաստանում նախընտրական ցիկլը։ Երրորդ կարևորագույն իրադարձություն դա իհարկե կառավարության կազմավորումն էր եւ թարմացված 5 կառավարության գործունեությունը, որը նույնպես ապահովելու է գալիք տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության նախընտրական խոստումների եւ նախընտրական ծրագրի դրույթների իրականացումը։ Սա իշխանական կամ պետական ճամբարից, եթե այսպես խոսանք, պետական նշանակության։ Ձախողումներից կցանկանայի խոսել թե իշխանական, թե անդիմադիր բևեռների մասին, եթե խոսում ենք անդիմադիր բևեռի մասին, ապա ակնհայտ է, որ Հայաստանում երևի թե թիվ 1 ձախողումը այս տարվան էր, որ նախագահական ընտրություններին ձայների 1/3-ը ստացած տեխնացուն Ռաֆի Հովհաննիսյանը շատ անակնկալ ձևով ստացավ այդ ձայները եւ շատ անակնկալ ձևով փոշիացրեց իր քաղաքական կապիտալը։ Ինչը բերեց նրան, որ նախագահական ընտրություններից հետո քաղաքական ամայություն էր տիրում ընդդիմադիր դաշտում եւ ցավոք սրտի այդ ամայությունը առ այսօր հիմնովին լրացված չէ եւ ոչ մի քաղաքական ներկայացվածությամբ։ Երկրորդ ձախողումը այն էր, որ մի շարք ուժեր այդպես էլ չկարողացան 13 թվականին ձևակերպել իրենց քաղաքական պլատֆորմա, քաղաքական կրեդոն։ Եվ ցավոք սրտի ընդդիմադիր քաղաքական դաշտում ի տարբերություն իշխանական քաղաքական դաշտի գործընթացները կրում են բավականին տարերային բնույթ, ոչ համակարգված բնույթ, սիտուացիոն բնույթ։ Եվ սա իհարկե մի կողմից առաջին հայացքից հեշտացնում է իշխանության գործը, բայց իրականում դժվարացնում է մեր գործը, որովհետև երկրի քաղաքական հասարակական զարգացումների համար շատ կարևոր է ունենալ ընդդիմախոս գործընկեր, կայացած ընդդիմախոս գործընկեր։ Այսօր ցավոք սրտի այդ դաշտը շատ ամորֆ վիճակում է, անգամ կարող եմ ասել բրոունյան շարժում է այդ ոչ իշխանական դաշտում եւ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, ինչպես նաև հին հրեշեականների նախաձեռնությունը վերակենդանացնել լիբերալ գաղափարափոխությունը Հայաստանում դարձնելով այն ավելի մրցունակ քաղաքական դաշտում, միաժամանակ կարծեք թե նպատակ է հետապնդում փրկել ՀԱԿ-ի պատիվը 2008 թվականից այսօր վարկաբեկվող իրականում իր տեղը քաղաքական դաշտում փաստացի կորցրած ՀԱԿ-ի պատիվը փրկելու փորձ եմ ես դիտարկում Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի համաձայնագրի նախաձեռնությունը եւ հին նորացված ՀՀՇ-ի վերակենդանացման փորձը։ Դուք ձեր ձախողումների մասին խոսեցիք, նկատում եմ դուք մի կուսակցության փոխնախագահ եք, որը 3.5 տարի շարունակ բանակցում էր Եվրոպայի հետ, տեսնում ենք ընտրություններին, ինչպես են ամեն անգամ Եվրո դիտորդները գնահատում եք քայլ 10 քայլ առաջ, քան նախորդ ընտրությունների, դա արձանագրվեց նաև նախագահական ընտրություններին, քաղաքապետի ընտրություններին, այսինքն Հանրապետականը Եվրոպայից ստացավ այն, ինչ ակնկալում էր փոխարենը Եվրոպային վերջում հաստի առաջ կանգնեցրեց։ Արդյոք սա ձախողում չէր, դուք չխոսեցիք սեպտեմբերի 3-ի կարևոր իրադարձությունից։ Շատ ճիշտ դիտարկեցիք, որովհետև եթե խոսում էինք տարվա թոփ իրադարձությունների մասին, ապա արտաքին քաղաքական իրադարձություններին ես դեռ չեմ անդրադարձել, եւ այդ համատեքստում պետք է ասեմ, որ բացարձակապես ձախողում չեմ համարում Հայաստանի եվրոմերձեցման քաղաքականությունը։ Ճիշտ հակառակը, սեպտեմբերի 3-ից հետո հայտնի հայտարարությունից հետո
այն խոճապային տրամադրությունները, այն ապոկալիպտիկ աշխարհվերջյան կանխատեսումները, որոնք վերաբերում էին Հայաստան-ԵՄ հարաբերություններին, շատ արագիչիկ դարձան եւ եվրոպական մեր գործընկերները եւ Հայաստանի իշխանությունները վերահաստատելով իրենց ցանկությունը աշխատելով միասին ձևավորելու նոր օրակարգ, նոր քաղաքական, հասարակական, տնտեսական օրակարգ, մենք շարժվում ենք դեպի եվրոմերձեցման քաղաքականության ճանապարհով դեպի նոր նշաններ, դեպի նոր նշանակետեր եւ բացարձակ խնդիր այստեղ չեմ տեսնում ես։ Ինչպես չեմ տեսնում նաեւ շատ ու շատ մեր եվրոպացի գործընկերներ։ Ավելին ասեմ ձեզ, սեպտեմբեր 3-ի հայտարարություն դիտարկում եմ արտաքին քաղաքական ամենալուրջ իրադարձությունը Հայաստանի համար եւ կարծում եմ, որ ստեղծված աշխարհքաղաքական, ռազմաքաղաքական, ռազմատնտեսական համատեքստում շատ ժամանակին եւ տեղին կայացած որոշում է հնչեցվել Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում եւ բնականաբար այդ որոշումը միանվագ որոշում չէ, այդ որոշումը ենթադրում է երկարատև process, գործընթաց եւ Հայաստանի անվտանգության խնդիրները դիտարկելով որպես առաջնային խնդիրներ, կարծում եմ մենք այս պարագայում շատ ազնիվ վարվելով մեր բոլոր գործընկերների հետ, նախապես զգուշացնելով, որ մեզ երբևէ ընտրության առջև չդնել, մենք կայացրեցինք այն որոշումը, որը ընկալելի էր եւ ըմբռնելի էր մեր եվրոպական գործընկերների համար։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գիտեք, որ 1.5 տարի արդեն եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ անդամ է եւ մենք կատարում ենք մեր պարտավորությունները ամբողջությամբ ԵԺԿ-ի աշխատանքներին, անգամ այս դեպքում ԵԺԿ-ի աշխատանքներին լիարժեք մասնակցում ենք եւ քաղաքական վեհաժողովի նիստերին եւ թեմատիկ նիստերին եւ ԵԺԿ գալիք համագումարին 2000 շատ լուրջ է ընկալել ԵԺԿ-ն այս քայլը, ԵԺԿ-ում շատ ավելի լուրջ մարդիկ են աշխատում, քան կարող եք ենթադրել նստելով Երևանում եւ փորձելով որսալ ինչ-որ տակ, այսպես ասած, արտահայտություններ կամ դիրքորոշումներ, որոնք իբր թե ձեզ թույլ կտան կամ լրագրողական մի հատվածին թույլ կտան քննադատել հայրենի իշխանություններին։ Ես չեմ ուզում բացարձակ արժեք տալ որևէ մի իրադարձությանը։ Քաղաքականության մեջ ամեն մի քայլ եւ որոշում դիտարկում է ստեղծված համատեքստում եւ առնվազն ունի միջնաժամկետ կամ երկարաժամկետ ազդեցություն եւ նշանակություն։ Ոստի բացարձակ գնահատականները կամ պոպուլիզմի արդյունք կարող են դիտարկել կամ կներեք քաղաքական տգիտության։ Պարոն Աշոտյան, գուցե պետք է ավելի անկեղծ լինել հանրության հետ, հասարակության հետ, պիտի ավելի անկեղծ լինեն, որ գուցե այսպիսի տարընթերցումն առաջ չտար, հա։ Հայաստանը մեծ անվտանգություն անընդհատ շահարկելով զարմանալի է այդ տեսակետը, երբ որ իշխանություններին փորձում են մեղադրել, որ անվտանգային գործոնը շահարկում է կամ գերագնահատում է։ Մեր նման երկիրը գտնվելով նման աշխարհքաղաքական գոտում, ունենալով նման պատմական եւ ներկայում նույնպես պրոյեկտվող լարված հարաբերություններ մի շարք հարևանների հետ խոսել անվտանգային գործոնի շահարկման մասին, կարծում եմ չափից ավելի լավատեսական կլիներ մեզ համար, եթե այդ տեսակետը դառնար գերակշիռ Հայաստանում։ Ցավոք անվտանգային գործոնը այսօր մնում է գերակա մեր երկրի համար եւ սա ոչ թե որևէ մեկի մեղքն է, ոչ առաջին նախագահի աշխարհվարչակազմի, ոչ երկրորդ, ոչ Սերժ Սարգսյանի վարչակազմի, սա Հայաստանի խաչն է, պատմական խաչը, որը մենք կրում ենք հազարամյակներ շարունակ եւ ցավոք աշխարհքաղաքական զարգացումները մեր տարածաշրջանում ենթադրում են, որ մոտակա տասնամյակներ, եթե չասեմ հարյուրամյակներ, մենք միշտ նույն մարտահրավերը ունենալու ենք։ Պետք չէ խափնվել գլոբալիզացված աշխարհի գայթակղություններով եւ մտածել, որ եթե մեզ մոտ ամեն ինչ եվրոպական է մայրաքաղաքում, մենք շատ եվրոպական սերունդ ունենք, մենք շատ արդիական ենթակառուցվածքներ ունենք, մենք կարող ենք ուղիղ չվերթով ցանկացած եվրոպական մայրաքաղաք գնալ, մտածենք, որ հանկարծ անվտանգության հարցը այլևս գոյություն չունի։ Զգոնությունը կորցնել երբեք չի
չի կարելի եւ այս խնդիրը չափազանցված չէ իրականում։ Խոսելով նաեւ տարվա իրադարձությունների մասին, ուզում եմ նաեւ ընդգծել, որ շատ նկատելի է քաղաքացիական հատվածի ակտիվացումը եւ սա ողջունելի է։ Ես դեռ անցյալ տարի խորհրդանում իմ ելույթում ընդդիմությանը դիմելով նախազգուշացրեցի իրենց, որ եթե չդառնանք կայուն ու լուրջ գործընկեր, ընդդիմադիր գործընկեր իշխանություններին, ապա իշխանությունը այդ ընդդիմադիր գործընկերներին, ընդդիմախոս գործընկերներին կփնտրի եւ կգտնի քաղաքացիական դաշտում, ինչը եւ կարծեք թե տեղի է ունենում։ Եվ երեկվա նույն ակցիան խուսափությունները միավորվեցին։ Դա եմ ուզում ասել, կարծում եմ, որ շատ մակերեսային ընկալման դեպքում միայն կարելի էր գնահատական տալ, որ 4 խորհրդարանական խմբակցությունները եւ փողոցում հավաքված ակտիվիստները միակարծիք էին եւ մեկ օդի բաղադրությամբ շնչում եւ արտաշնչում էին իրականում երբ որ դիտում եք տեսագրությունները եւ նաեւ կարդում եք ռելիզները, տեսնում եք, որ շատ ու շատ քաղաքական այսպես կոչված ոչ իշխանական գործիչներ չարժանացան այն դափրիներին, որ պետք է կարծեք թե արժանանային որպես ժողովրդական տրիբուններ այսպես կոչված։ Շատ պարզ է ինչու։ Ես ասեմ ինչու։ Վստահության դեֆիցիտ կարող է լինել իշխանության նկատմամբ հասարակության մի հատվածի մոտ, որը երբեք մեզ չի էլ ընտրել այդ հատվածը։ Ոսկե չի գնում տոտալ վստահության մասին, մենք ավտորիտար պետություն չենք, որպեսզի պարտադրենք վստահություն կամ սեր իշխանությունների նկատմամբ։ Մենք պարտավոր ենք սերմանել ու պարտադրել հարգանք պետականության նկատմամբ, բայց ոչ իշխանությունների։ Թեպետ երբեմն բարեկրթության սահմանները որոշ գործիչներ ու ակտիվիստներ անցնում են, բայց ես ուրիշ բան եմ ուզում շեշտել, խոսելով խորհրդարանական 4 ուժերի եւ հասարակական այդ հատվածի մասին։ Երբեք պարլամենտական ընդդիմությունը կամ ոչ իշխանական հատվածը, այսպես ասենք, որպեսզի հայտնի կուսակցությունը նույնպես ընդգրկվի մեր վերլուծականների մեջ, այսքան հյուսիսային ուղղվածություն չի ունեցել։ Հայաստանի ոչ մի խորհրդարան իր կազմում այսքան հյուսիսային ընդդիմախոսներ չի ունեցել։ Եթե դուք նայեք իրականում քաղաքական պլատֆորմները, այնտեղ ներկայացված 4 քաղաքական ուժերի եւ իրենց կապերը եւ գաղափարաբանությունը, ապա կտեսնեք, որ 1-2 պատգամավորից բացի մնացածների պարագայում չի կարելի խոսել այլ աշխարհքաղաքական նախընտրությունների մասին։ Հետևաբար, ինչու՞ էր ավելի ես կարծում եմ, որ իշխանությունների եւ երեկվա ակտիվիստների մեջ ավելի փոքր անդունդ է, քան երեկվա ակտիվիստների եւ ոչ իշխանական ուժերի միջեւ, որովհետեւ եթե երեկվա ակտիվիստները հիմնականում հակառուսական քաղաքական հայացքներով մարդիկ էին, ապա խորհրդարանական 4 ուժերը հիմնականում պրոռուսական քաղաքական պլատֆորմի կամ հայացքների տեր են։ Եվ ես չեմ զարմացել երեք, որ նման արհեստական շփում է ստացվել ակտիվիստների եւ ոչ իշխանական պատգամավորների միջեւ։ Ես կարող եմ ընդհանրապես մեկ տենդենց ընդգծել, որ երեկվա մեր գործընկերների պահվածքի մեջ շատ դիտարժան է, Հայաստանի համար հետաքրքիր տենդենց է, երբ որ քաղաքական տեմպը, ռիթմը կամ նորաձևությունը փորձում են այլևս թելադրել կին քաղաքական գործիչները։ Ամենայն դեպս նրանցից երկուսը կարծում եմ շատ արժանավոր կերպով ներկայացրեցին քաղաքական գործունեության մեջ կնոջ դերը եւ ղեկավար հանձնառությունները նաեւ ինչու՞ չէ, այս է եվրոպական տենդենց է, որը չգիտեմ որքանով է կայուն, որքանով է ոչ կայուն, բայց ամենայն դեպս այդ զույգը կին պատգամավորների բավականին աշխուժ եւ մայրիշխանություն էր կարծեք թե ձևավորել մի պահ խորհրդարանում պահվածքի եւ դիրքերի հետ կապված։ Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ անգամ այդ 4 խորհրդարանական ոչ իշխանական ուժերը իրենք չէին հավատում այն պիտակներին, որ փորձում էին կպցնել երեկվա համաձայնագրի հետ կապված, որովհետև եթե իրոք այդ համաձայնագիրը այդ 4 ուժերը դիտարկեին որպես պետականության սպառնալիք, կապիտուլյացիա կամ տարբեր այլ պիտակներ եւ գնահատականներ հնչեցին, ապա վստահ եմ, որ իրենց
այդ 4 կուսակցությունների առաջնորդները գոնե հանդես կգային քաղաքական հայտարարություններով։ Ոչ մի առաջնորդ այդ 4 կուսակցությունների եւ ոչ մի ղեկավար հանդես չեկավ պետության կորստի վտանգի տակ դրված, այսպես ասած, հարցի պետության կորստին միտված հարցի քննարկման իրենց գնահատականներով եւ ոչ մեկ, ուզում եմ շեշտել, որ 4-ից եւ ոչ մեկ։ Ինչպես է գնահատում ձեր կուսակից ընկերների այն պահվածքը, որոնք թե քաղաքացիների, թե լրագրողների հետ հաշվման որևէ ձեռք չունեն։ Շատ լավ հարց եք տալիս։ Ես շատ կուզենայի, որ այդ հարցը դուք ինձ այսօր հնչեցնեիք, ինքս մտածում եմ ոնց բերեմ խոսակցումը դրա։ Ես կարծում եմ, որ դեռևս 1.5 տարի առաջ, երբ որ մենք փորձում էինք շատ բարեկիր ձևով նախազգուշացնել մեր ընդդիմախոսներին, որ շատ հարգում ենք իրենց կարծիք ունենալու եւ արտահայտելու իրավունքը, բայց այդ կարծիքը պետք է արտահայտվի այնպես, որպեսզի որևէ մեկի արժանապատվությանը եւ այլ մարդու իրավունքներին չդիպչի։ Տարի ու կես է, տարբեր տրամաչափի գործիչներ եւ գործող անձինք, այսպես ասեմ, բավականին անբարեկիրթ են մեղմ ասած իրենց արտահայտությունների մեջ, թե լրատվական կյանքում, թե համացանցում, թե հեռուստաակտիվության ժամանակ։ Մենք բավականին զուսպ պատասխաններ ենք տվել միշտ։ Ես չեմ ողջունում նման մակարդակի քաղաքական բանավեճը, որտեղ այդտեղ որևէ քաղաքական տար այլևս գոյություն չունի, եթե խոսքը գնում է փոխադարձ վիրավորանքների մասին։ Բայց ներեցեք, հարգելիներս, մենք էլ ենք մարդիկ, ունենք արժանապատվություն, ունենք նյարդեր, ունենք մեր ինքնասիրությունը պահելու իրավունքը եւ պաշտպանելու եւ քաղաքական քննադատությունը վերածել անձնական բնույթի վիրավորանքների, քաղաքական դիրքորոշումները եւ խոսքի ազատությունը դարձնել դոգմատիկ սեփական կայացման գործընթացում նսեմացնելով քո քաղաքական ընդդիմախոսներին անթույլատրելի է։ Գիտեք, հին չինական ասացված կա, քամի ցանողը փոթորիկ է հանձում։ Նորից եմ կոչանում, պահել քաղաքակիրթ քաղաքական բանավեճի շրջանակը։ Դուք անգամ զերծ փոխարեն եք զերծ մնալ։ Ես երեք նայել եմ ամեն ինչ եւ ասեմ ձեզ, որ նախանձել եմ նաեւ իմ հանրապետական պատգամավոր գործընկերների նյարդերին, որոնք խորհրդարանում բախվելով երբեմն շատ սադրիչ գործողությունների եւ ձևակերպումների կարողացել են իրականում, հիմնականում զուսպ դրսևորումներ ունենալ եւ իրենց մարդկային վերաբերմունքը պահել իրենց մեջ, ցուցաբերելով բավականին զուսպ քաղաքական կեցվածք։ Երեկվա ակցիայի, լրագրողական ակցիայի հետ կապված ես շատ ուրախ եմ, որ լրագրողական հանրույթը նույնպես բավականին քննադատական մոտեցումներ ցուցաբերեց։ Ինչի մասին է խոսքը, եթե ես երբեմն վախենում եմ, որ տվյալ մտածելակերպ ունեցող մարդիկ իրականում մի օր Հայաստանում իշխանության կան։ Դա պրոլետարիստական, բոլշևիկյան տերորի նեոլիբերալ դրսևորումների կարող է բերել։ Խոսքի ազատության ջատագովները, այսպես կոչված ժողովրդավարները ու նման անարգալից տոտալիտար գործիքակազմ, նման պրիմիտիվ գներեցեք քաղաքական հնարքներ, ցավում եմ, որ շատ ու շատ մեր քաղաքական ընդդիմախոսների աշխարհայացքը եւ քաղաքական պայքարի միջոցները շարքի հայտնի գրքից դիկտատորայից մինչև ժողովրդավարություն այնքան չի անցել։ Հարգելիներս, այդ գիրքը վաղուց հնացել է։ Այդ մի 80-90 էջը չի կարող դառնալ Հայաստանում քաղաքական պայքարի հանրագիտարան։ Կարծում եմ, որ շատ ավելի լայնախոհ գործիչների ձեռքը կընկնի ընդդիմադիր շարժումը, քաղաքացիական ակտիվիզմը իրականում ողջունելի լինելով հանդերձ ունի նաև մեկ այլ խնդիր նույնպես։ Այն չի կարող, եթե շարժումը իրականում քաղաքացիական է, այն չպետք է սպասարկի որևէ քաղաքական շահ։ Սա կոնցեպտուալ հարց է։ Абսուրդ է, եթե մենք Հայաստանում քաղաքացիականը կարծես որևէ քաղաքական դա եմ ուզում ասեմ, որ երեկվա ակցիան հենց դա ցույց տվեց, որ
մարդիկ իրենց գինն էլ գիտեն, իրենց տեղն էլ գիտեն, իրենց նշանակությունն էլ գիտեն եւ թույլ չտվեցին, որ տարբեր կուսակցություններ գան իրենց դրոշները բարձրացնեն այդ հազարանոց հավաքի տտուղները փորձելով վերագրել իրենց։ Պարոն Աշտյան, քանի որ ամփոփում ենք տարին, ես կուզենայի հարցնել նաեւ անմիջապես հանրապետական կուսակցության կորուստներից, ինչ կորուստների մասն է, հա, խոսքը։ Վերջին 1.5 տարվա ընթացքում Սուրեն Խաչատրյանը, Վարդան Ղուկասյանը, հա մարդիկ են, ովքեր այսօր չկան։ Այս կորուստները ինչպես եք տանում։ Նկատի ունեմ հանրապետականի համար կարծում եմ տարի նաեւ բացասական էր այն իմաստով, որ հանրության կողմից ճիշտ չընկալվեց Սուրեն Խաչատրյանին ամեն գնով պահելու, հայփայելու այս հանգամանքը։ Հանրապետականի համար տարին ոչ հաջողված էր, ոչ էլ ձախողված։ Տարին աշխատանքային տարի է։ Դուք եք սիրում տարեվերջյան տենց հեշտ ու գրավիչ ձևակերպումներ տալ։ Տարին աշխատանքային էր։ Կուսակցական գործունեությունը ենթադրում է այո նոր մարդկանց մուտք, որոշ մարդկանց ակտիվացում, որոշ մարդկանց պասիվացում, ժամանակավոր, մշտական կապ չունի։ Մենք կենթանի օրգանիզմ է հանրապետական կուսակցությունը, ընդունված չէ, որ քաղաքական ուժերը իրենք հրապարակավ վերլուծեն իրենց թուլությունները, որպես կանոն բոլորը խոսում են ուժեղ կողմերից։ Ես չեմ ուզում բացառություն լինել եւ բնականաբար չեմ խոսելու կուսակցական խնդիրների մասին, որոնք իրականում գոյություն ունեն, ինչպես յուրաքանչյուր կուսակցության ներսում, կուսակցությունը ինքը մշտական փոփոխումների մեջ է, եվրոպական մեր մերձեցումը ԵԺԿ-ի հետ մեզ մեծ քաղաքական մշակույթի պաշար տվեց։ Մենք երևի թե ամենաարագ փոփոխվող ու տրանսֆորմացվող քաղաքական կուսակցությունն ենք Հայաստանում, երևի թե այլևս ամենաժողովրդավար ներկուսակցական մեխանիզմներով ու Աստված տա գոնե խորհրդարանական կուսակցությունների մի զգալի մասը իրենց ներսում ունենան նույնքան պլուրալիստիկ ժողովրդավարական մեխանիզմներով աշխատող կուսակցական օրգաններ եւ մեխանիզմներ, որքան ունի հանրապետական կուսակցությունը։ Բայց ես այն մյուսն էլ չեմ անի, չեմ խոսի մեր առավելությունների մասին, մեր ձեռքբերումների մասին, կարծում եմ կուսակցությունը Հայաստանի այն բացառիկ կուսակցություններից է, որ վերջապես իր քաղաքական տեղը Հայաստանի քաղաքական ներկայապանակում գտել է, պահել է ու զարգացնում է։ Մենք քրիստոնյա-դեմոկրատական աջակողմյան կուսակցությունների գաղափարաբանության մեջ տեղավորվող եվրոպական տիպի կուսակցություն ենք դառնում։ Որտեղ ամեն ինչ որ որոշում է մեկ հոգի։ Ես նոր խոսում եմ շատ ընդունելի է, որ կուսակցությունում վերջնական որոշումները կայացնում են կուսակցությունների ղեկավարները։ Այդ որոշումների կայացման գործընթացը չի սահմանափակվում միայն վերջում վերդիկտ արտաբերելով, հրապարակելով։ Որոշումների կայացման գործընթացը իր մեջ ներառում է նախ եւ առաջ կարծիքների փոխանակում, կարծիքների քննարկում, բազմափուլային այդ թվում նաև ներկուսակցական բանավեճեր, քննարկումներ, դիսպուտներ եւ վերջում եփելով այդ ամեն ինչը կուսակցության ղեկավարը գալիս է այն որոշման, որը դառնում է կուսակցության համար տվյալ քաղաքական խնդրի մեջ քաղաքականություն թելադրողը։ Շատ ակնհայտ է դա։ Ձեզ թվում է, որ քրիստոնյա-դեմոկրատական միությունում Մերկելը չի որոշում, հա, երևի վերջնական ինչ է անելու։ Ունենք կոալիցիոն կազմը, որ գերմանական կառավարության նոր ստեղծվել է, ձեզ թվում է տենց հեշտ, արագ ներսում բոլորը համաձայնել են, որ սոցիալ-դեմոկրատներին պետք է այս պաշտոնները տային, հա, ու վերջում Մերկելը չի խփել ձեռը սեղանին, ասել, չէ, արգելի պարոնայք կամ տիկնայք, այսպես պետք է լինի։ Զավեշտի պետք չէ վերածել։ Այ հոգու խորքում, հա, ձեր կուսակցության անդամ չլիներ Սուրեն Խաչատրյանը, այսքան պատմություն կապված չլիներ ձեր կուսակցության անվան հետ, այսքան դեմքեր չլինեին Գորիսում։ Գիտեք, ես հասկանում եմ ձեր ցանկությունը բարբերաբար բերել խոսակցությունը այն դժբախտ դեպքերի, այն միջադեպերի, այն ողբերգությանը որտեղի է ունեցել, դրա պատասխանները եւ հանրային արձագանքը մենք արդեն տվել ենք։ Չեմ կարծում, որ տարեվերջյան ամփոփման դրոշակ պետք է սարքել այն ողբերգությունը, որը տեղի է ունեցել։ Մենք շատ պարզ ես ասեմ, ի տարբերություն երևի շատ ու շատ քաղաքական ուժերի, մենք կներեք բառիս համար, երևի թե ամենատեղին բառն է,
մոռացեք, որ ես կրթության նախարար եմ, բայց մենք ընկերներին, գործընկերներին ու մարդկանց չենք գցում։ Անկախ նրանից այդ մարդը հանրապետական է, հանրապետական չի, կոալիցիոն գործընկեր է, ներկա թե նախկին, քաղաքացի է թե նախարար։ Երևի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քաղաքական դաշտում ամենաարու կուսակցությունն է։ Իր բոլոր արական, այսպես ասած, դրսևորումներով։ Այ օրինակ չի մտահոգում, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Հեֆերնը բազմիցս իր հարցազրույցներում, ասուլիսներում հայտարարում է, որ Գորիսի դեպքերը հետաքրքրված է այդ դեպքով եւ միանշանակ չէ, նշանակում է նրա կարծիքը իշխանությունների այս որոշումը։ Գիտեք, ես շատ ջերմ ընկերական, գործընկերական աշխատանքային հարաբերություններ ունեմ Հայաստանում հավատարմագրված շատ ու շատ դեսպանների հետ եւ իրենց կարծիքներին մեկնաբանություն տալու համար կարիք չունեմ լրատվամիջոցների աջակցության։ Այդ ամբողջ անում եմ անձամբ իմ շփումների ընթացքում։ Պարոն Աշոտյան, այնուամենայնիվ ուզում եմ վերադառնանք Մաքսային միության Հայաստանի այսպես պատրաստակամությանը անդամավորվելու։ Երկրները, որոնք միանալու են Մաքսային միությանը, միացել են Մաքսային միությանը եւ միանալու են, արդյոք այսպես հուսահատեցնող չեն, իրենց պատմությամբ, իրենց երկրում առկա խնդիրներով։ Այսինքն մենք գնում ենք ճանապարհ մեկի հետ, ով ինքնին կայացած չէ։ Ինչ ռասիստական ու քսենոֆոբիկ ձևակերպումներ են այդ ձևակերպումները։ Ապշում եմ ուղղակի մարդկանցից, որոնք իրենց լիբերալ են հռչակում, ժողովրդավար են հռչակում։ Քիչ է մնում համոզվեն, որ մարդու իրավունքների ունիվերսալ հռչակագրի համահեղինակ են իրենց տատերն ու պապերը, ու հանկարծ ելնում են ասում են, որ կներեք, հազար ներողություն, ղրղզների հետ չեք ճանապարհ գնալու կամ քսենոֆոբիայի, ռասիզմի եւ այլատիացության դրսեւորում եմ ես համարում սա այդ նեոբոլշևիկյան լիբերալների կողմից։ Այսքանը։ Այսինքն դուք չէիք ուզի եվրոպական երկրների հետ ճանապարհ անցնեինք։ Իսկ ով ասեց, որ մեր ճանապարհը եվրոպական երկրների հետ միասին չի լինելու։ Ես քանից ես շեշտել եմ, առաջինը ակնհայտ հիասթափություն Հայաստանից չկա։ Վկայությունը դրա եվրո չինովնիկների վերջին արած հայտարարությունները, վկայությունը դրա Եվրոհանձնաժողովի որոշումները Հայաստանի ֆինանսավորումը շարունակելու տարբեր ծրագրերով, վերջերս են եղել։ Ինչու եք թաքցնում այդ փաստերը հասարակությունից, ինչու չեք դնում այդ որոշումների մասին լուրերը առաջին էջ, գիտեք ինչպես են խմբագիրները սիրում ընդգծել այլ լուրերը, որոնք իրենք համարում են կարևոր։ Ինչու եք միակողմանի մոտենում, ավարտեմ, հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ։ Իսկ ով ասեց, որ Ռուսաստանը կամ Հայաստանը Եվրոպա չէ։ Քաղաքական պրիմիտիվիզմ է, երբ որ խոսում են եվրոպական արժեքների մասին ու փորձում են այդ արժեքներից հանել հայերին, ռուսներին, բելառուսներին։ Եվրոպական արժեքները ստեղծվել են եվրոպական ժողովուրդների կողմից։ Եթե խոսքը գնում է Եվրոմիության մասին, ապա այդպես ասեք։ Ասեք Եվրոմիություն։ Մի ասեք Եվրոպա, որովհետև Եվրոպան միայն Եվրոմիությունը չէ։ Եվրոպական երկիրը մոտավորապես, նայած եթե հաշվում ենք Եվրոպայի խորհրդի կազմում 47 համարենք, Եվրոմիություն 28-ն են, ինչ են 19-ը Եվրոպական երկրորդ լիգայի երկրներ են, չէ, Եվրոպական միության անդամ չհանդիսացող երկրներ են։ Իհարկե Եվրոմիությունը շատ ավելի կայացած վերազգային վերպետական կառույց է այսօր, որովհետև տասնամյակների փորձ ունի աշխատանքի, կոպման, մեխանիզմների մշակման եւ ամենակարևորը կայացած պետականությունների համախմբում է։ Ես դեմ եմ, երբ որ հակադրում են Հայաստանի եվրոպական, այսպես ասած, հեռանկարը Հայաստանի քաղաքական այն ընտրությանը, որը արվել է հօգուտ Մաքսային միությանը։ Հայաստանը չի կարելի դարձնել աշխարհքաղաքական պայքարի կիզակետ, չի կարելի։ Մենք միշտ եղել ենք ճակատամարտերի կողքին։ Այնտեղ, երբ որ ճակատամարտի գիծը անցել է Հայաստանով, այդտեղ մենք միշտ կործանվել ենք։ Ինչքան հնարավոր է Հայաստանի քաղաքական վերնախավը իշխանական, ընդդիմադիր, այլընտրանքային, քաղաքացիական մի բան պետք է որդեգրի, որպես կոնսենսուս։
իհարկե բացի ազգային այլ խնդիրներից, Արցախ, ցեղասպանությունը, պետք է պայմանավորվեն, որ երբեք Հայաստանի միջով աշխարհ քաղաքական պայքարի խրամատ չպետք է անցնի։ Թող անցնի կներեք հյուսիսով, հարավով, արևելքով, արևմուտքով, մենք դատապարտված ենք լինել այդ պայքարի կողքը միշտ հարևանությամբ, բայց երբեք չպետք է լինենք այդ պայքարի կիզակետում։ Դրա համար ինձ համար նույնքան անընդունելի են այսպես կոչված ռուսամետ ուժերը, որքան անընդունելի են արևմտամետ ուժերը, որտեղ ինձ համար զարմանալի է, որ ազգային պետականության ներսում կարող է գործել քաղաքական որևէ ուժ, որը պետք է ինչ-որ մի բանամետ լինի, բացի սեփական երկրի ու ժողովրդի շահերից, ինչ-որ մեկի շահով կամ դարդով կամ հաջողություններով ապրի կամ անհաջողությունները բերի երկիր։ Հայաստանը արժանապատիվ է ներկայացել ու ներկայանում արտաքին քաղաքական ասպարեզում Մոսկվայից մինչև Վաշինգտոն։ Մեր երկրի աշխարհաքաղաքական կշիռը շատ ավելի մեծ է, քան մեր աշխարհագրական 40,000 քառակուսի կիլոմետր։ Պարոն Աշտեն, դուք ուզում եք ինձ համոզել, որ մեր երկրում բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ կա վստահություն, որ նրանք առաջնորդվում են միայն հանրային շահով։ Ես ուզում եմ այդպես լինի։ Ես հանրապետական հենց դա հանրապետականն է ասում, եթե լիներ հանրային շահի գիտակցություն, մենք այլ Հայաստան կունենայինք, բոլորովին այլ արժեքներով։ Ես չեմ ասում, որ հանրապետական կուսակցությունը լավագույն քաղաքական ուժն է, որ կարող է երբևէ Հայաստանում տեղ գտնել իշխանության հատվածում։ Ես ցավով եմ ընդգծում, որ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցությանը ձևավորված քաղաքական այլընտրանք բարի իրական իմաստով ցավոք սրտի գոյություն չունի քաղաքական որևէ թիմ, բևեռ, այդ նույն կարողությունները, հնարավորությունները, պլատֆորմա, գաղափարաբանությունը, ծրագիրը, որ կարողանա ոչ թե պոպուլիզմով, ամբողջավարությամբ, ոչ թե այսպես ասած ինչ-որ մեկի դուրը գալու համար բաներ անել, այլ իրական մրցակցային պայմաններում այլընտրանք ցավով եմ ասում։ Գերմանիայում կա սոցիալ-դեմոկրատների բլոկ, կա քրիստոնյա-դեմոկրատների բլոկ, կա նաև միջին եւ փոքր կարգի կուսակցություններ եւ քաղաքական վերնախավը իրականում ում ձեռքն է լինի իշխանությունները հիմնականում միակարծիք է երկրի պետականության ներկայի եւ ապագայի հետ կապված։ Մեզ մոտ քաղաքական ուժերը անգամ մեր անցյալի հետ կապված համակարծիք չեն կարող երբեմն լինել։ Մեր մոտ մարդ կուսակցությունների ինստիտուտը ցավոք սրտի չվերացավ։ Մեզ մոտ առաջացավ հսկայական խնդրեմ։ Ոչ իշխանական քաղաքական ուժերը կտրվեցին հասարակական այն հատվածից, որի շահերը պետք է ներկայացնեն։ Ռաֆի Հովհաննիսյանը ստանալով ձայների 1/3 եւ այդ պահին ունենալով հնարավորություն նախագահի հետ բանակցելով վերցնել նաև պատասխանատվության որոշակի բեռ սահմանադրական բարեփոխումներից սկսած մինչև գուցե ոլորտային պատասխանատվություններ։ Հավատացեք, մենք այդ ժամանակ եթե այդ 35-36 քանի տոկոսը չեմ հիշում, 1/3 ասեմ 34 չփոշիանար, դառնար իրոք ձևավորված քաղաքական այլընտրանքային բևեռ իշխանություններին։ Ինչ ունենք այսօր դուք, հələ փորձեք իշխանությունը հեշտեք։ Ես չգիտեի, որ իշխանությունները պետք է նստեին ընդդիմության փոխարեն կայացնեին ընդդիմադիր քաղաքական դաշտը, որ հետո էլ հենեիք ասեիք, որ բանա, ինչա, հաճախորդ է։ Ես չգիտեի, եթե դա մեր առաքելության մեջ մտնում է, կուսակցության ներսում գուցե քննարկենք, թե ով է մեզանից պատասխանատու լինելու ընդդիմության կայացնելու գործում։ Չնայած էլի իրար ուտելու այսպես ասած ավանդույթը շարունակվում է։ Նիկոլիի պրոյեկտին են անուն կպցնում, ՀՇԻ-ին էին անուն կպցնում։ Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունը Ես ողջունել եմ որպես հույս ներշնչող մի նախաձեռնություն, որը կարող է իր շուրջ ինչ-որ մի լիբերալ ազգային արժեքներով ապրող լիբերալ քաղաքական հայացքների տեր մարդկանց միավորել։ Այդ հակի բեկորների վրա 2008-ից հետո որևէ մի լուրջ կառույց քաղաքական չի կայանում։ Դուք էլ լավ գիտեք, որ չի կայանում։ Ողբերգություն է, երբ որ երկրի
առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տալիս է իր գնահատականները, չեմ ուզում անդրադառնալ, համենայնպես շեշտեմ, որ որևէ Գազպրոմի գործարքի հետ կապված որևէ բան ինքը չասեց, ինչպես չասեցին մնացած նաև առաջնորդները ոչ իշխանական ուժերի, սա էլ նորից շեշտ է, ու իր նախկին թիմակիցները չեն կարողանում պաշտպանել այդ տեսակետը, չեն ուզում պաշտպանել այդ տեսակետը, այդքան պառակտված է նաև անդիմադիր քաղաքական միտքը։ Սա լուրջ պրոբլեմ է, իրականում լուրջ պրոբլեմ է։ Սա քաղաքացիական ակտիվիստները լավ կյանքից չէ, որ այսքան նախաձեռնող են ու ակտիվ են։ Իհարկե երբեմն անցնելով օրենքի սահմաններ, սա էլ պետք է շեշտեմ, որ ողջունելով քաղաքացիական պայքարը, ակտիվիզմը պարտադիր է քաղաքացու համար, եթե այդ մարդիկ իրենց իրականում քաղաքացիական կեցվածք են, որտեղ իրենք քաղաքացի են իրենց համարում բառի բարձր վսեն իմաստով, ապա պարտադիր է օրենքի պահպանումը, պարտադիր է, հակառակ պարագան քաղաքացի չես այլևս, այդ իմաստով։ Հայաստանի ամենաշատը հնչում է, որ համակարգապահություն է պետք, ոչ թե իշխանափոխություն է պետք, ոչ թե պետք է այս գործչի մյուսով փոխարինել, այլ պետք է իսկապես համակարգապահություն, ինչ երկիր ենք ուզում կառուցել, մենք դեռ այս հարցի պատասխանը չունենք, որ տարբերակը կարող է Հայաստանի իսկապես այս թվացող խորտակվող նավից դուրս բերել, մենք գիտենք, որ առկա է խնդիրներ, կամ միգրացիա, օրեցօր ավելացող խնդիրներ, որոնք հյուծում են երկիրը։ Խնդիրները շատ են, կարող եմ թվարկել այն երկուսին, որ դուք ասացիք, բայց Հայաստանը խորտակվող նավ չէ։ Մենք պետությունը համարում ենք մեր արժեքը, մենք շփոթում ենք պետությունը եւ իշխանություններին, մենք շփոթում ենք պետությունը եւ կառավարությունը։ Զարմանում եմ երբեմն կարծիքներ եմ կարդում, ուղղակի ապշում եմ, որ կարող ես չսիրել իշխանություններին։ Նաև պետք է չսիրես, եթե իրենց չես ընտրել, եթե չես հավանում։ Կարող ես սիրել իշխանություններին, եթե քվեարկել ես եւ հավատում ես, եթե իշխանության մաս ես նաև, եթե իշխանությունը քո խոստումների մի մասը կատարել է, բայց այդ ամբողջը պրոյեկցել պետության հանդեպ, դրանից ավելի մեծ, ոնց ասեմ, որ կորեկտ լինի, բայց մտքինս ասեմ, դրանից ավելի մեծ սխալ կարող է լինել, ջնջել ամեն ինչ, փշրել, սկսել նորից ավելի լավ է, հա, ինչ է նշանակում, ես համաձայն եմ, այդ շտամպ է դա, համակարգային փոփոխություններ, դա շտամպ է, մտած է, համակարգը, սիրելիներս, 1000 անգամ այդ օրինակը բերել եմ, Windows չի, որ բերես ինստալացիա անես երկրում, ինքը տենց ավտոմատ սկսի աշխատել։ Եվրոպական ժողովուրդները իրենք են կառուցել իրենց պետականությունները, իրենք են դժվարություններով անցել, եթե Եվրոպայի մասին ենք խոսում, բերել հասցրել սոցիալական արդարության մինիմալ նվազագույն պաշտպանության մակարդակի պետություններին։ Բայց մեր տեղը ով է դա անելու։ Եվրոպա։ Մենք դրա համար ենք ուզում գնալ Եվրոպա, որ եվրոպացիք մեր տեղը գային, երկիր կառուցեին։ Սա էր մեր տեսլականը։ Նորից եմ կրկնում, երկրումս առկա բոլոր խնդիրներով հանդերձ, լուծվող եւ չլուծվող, լուծված եւ չլուծված, լուծելի եւ անլուծելի, սա էլ պետք է ազնիվ ասել։ Կառավարությունը հրաժարական տա։ Բոլորը հիշեցին նախագահի ելույթը կառավարության անդրանիկ նիստին։ Այո։ Ես շատ ուրախ եմ, որ երկրից նախագահին ցիտում է եւ հետեւում է, որպեսզի նախագահի հանձնարարականները կատարվեն, անգամ ամենածայրահեղ անդիմադիր մամուլը, դա շատ լավ է։ Վերջապես շարունակեք այդպես։ Բայց միատարի դրա քաղաքական իմաստը հասկանանք։ Նախագահի խոսնակը ասել է, որ երկրի ղեկավարը անդրադառնալու է այս խնդրին տարին ամփոփելուց հետո, բայց արի քաղաքական տեսակետը նայենք։ Կառավարության հրաժարականը պահանջում են երկու տիպի ուժեր, որտեղ տարբեր նկատառումներով են դա անում։ Մի մասը այն այսպես կոչված ընդդիմադիր հատվածը պահանջում է կառավարության հրաժարական կամ խոսում է հրաժարականի մասին, որպեսզի գոնե մի արդյունք իր ընտրողին ցույց տա, որ հետո ելնի ասի ես արեցի։ Այդքան ժամանակ արդյունք չեն ցույց տվել, որ կառավարության հնարավոր հրաժարականը տեսականորեն հնարավոր պրակտիկա չունի, հնարավոր հրաժարականը պետք է արագ վերագրվի իրենց աշխատանքային պայքարի եւ դառնա, որ գոնե մի բան արեցինք տղերք, թեմա։ Մյուս մասը կառավարության հրաժարական է պահանջում, որովհետեւ հոգու խորքում ուզում է դառնալ կառավարության անդամ, իշխանության մաս, բայց Տիգրան Սարգսյանի գործոնը
խանգարում է այսօր, որտեղ այնքան են մեղմ ասեմ տենց քննադատել Տիգրան Սարգսյանին եւ իր կառավարությանը, որ այսօր տեղ չունեն Տիգրան Սարգսյանի օրոք վերադառնալու կառավարություն։ Կառավարությունը եթե հրաժարական էլ տա, նոր կառավարությունը կազմավորվելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ օրինաց երկիր կուսակցությունների կողմից։ Եթե իհարկե մեր որոշ նախկին կոալիցիոն գործընկերներ հայտ չներկայացնեն մասնակցելու կառավարության ձևավորմանը։ 2014-ին այս առումով ինչ ցանկություններ ունեք, ինչ ակնկալիքներ ունեք, ինչ տեղի կունենա ի վերջո ձեր ասած այդ քաղաքացիական համույթը ինքնակազմակերպել։ Չեմ ուզում դրա մասին հիմա խոսել, որովհետև դեռ process-ներ են գնում։ Երկրորդը ես քաղաքական վերլուծաբան եմ ինձ դիտարկում, բայց ոչ քաղաքական պայծառատես, դրանք մի քիչ տարբեր բաներ են։ Դրա համար հիմա բանաձևել 14 հնարավոր զարգացումները դժվար է։ Ուզում եմ առիթից օգտվել ուղղակի շնորհավորել բոլորիս ամանորը, Սուրբ Ծնունդը, վստահություն հայտնել, որ բոլոր դժվարություններով հանդերձ հայը շարունակելու է իր պատմական հայրենիքի այս բեկորի վրա կառուցել իր պետությունը, իր ընտանիքով, իր առողջ ու բարեկեցիկ ընտանիքով, իր հավատով դեպի ավելի լավ ապագա։ Այլ ցանկություն ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չունեմ։ Խաղաղ, բարեկեցիկ եւ առողջ հասարակություն ու կյանք եմ մաղթում ես բոլորիս։ Շնորհակալ եմ։